Եվ այսպես ուշադրություն 15 օրը երեխան չի գտնվում։ Իհարկե շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, բայց գետում որևէ նշույլ չկա։ Գյուղացիներից մեկը ասում էր, որ փրկարարներից մեկը իրեն ասել է, որ նման դեպք դեռևս իրենց հետ չի պատահել, որ ինչ-որ մեկը ընկնի գետը եւ առավելագույնը 3-4 օր հետո չգտնեն գետից։ Ասել են, որ նման դեպք չի եղել, որ 15 օր գետում որոնեն ինչ-որ մեկին ու չգտնեն։ Իհարկե այստեղ կա բացառություններ, հետևյալ բացառությունը, որ այստեղ որոնվողը փոքրիկ երեխա է եւ չես կարող համեմատել սովորական մարդու հասակի հետ, չափահաս մարդու հասակի հետ, անչափահաս երեխայի հասակը եւ բնականաբար ինչքան փոքր այնքան գտնելը ավելի դժվար, բայց դե 15 օր չկարողանալ գտնել փոքրիկի հետքը, սա մնում է առեղծվածային, սրա հետ կապվեց ամեն ինչ, ամեն մի հնարավոր վարկած մարդիկ կապեցին այս դեպքի հետ, թե ոնց կարող էին գողանալ եւ այլն, ամբողջ գյուղի տները խուզարկվել են, որևէ հետք երեխայից չկա, բոլորի տները մտել են ոստիկանները, գետում աշխատել են հարյուրավոր փրկարարներ, արդյունք չկա, միացել են հարյուրավոր կամավորականներ, արդյունք չկա, եւ հիմա մի քիչ ավելի թուլացել է աշխատանքները, խոսքը վերաբերում է կամավորականներին, արդեն քիչ են կամավորականներ միանում, արդեն մարդիկ տեսան, որ չի ստացվում ոչ մեկի մոտ, այսինքն փրկարարների մոտ չի ստացվում, կամավորականների մոտ չի ստացվում, իրավապահների մոտ չի ստացվում, մի քիչ ավելի պասիվացան մարդիկ, դե նաև համացանցում արդեն սկսեցին քիչ գրել այս թեմայի մասին, փորձում են երևի ապահովել լռություն, ինչ-որ մի ժամանակ, եթե ինչ-որ մեկը երեխային գողացել է, օգտվի այդ լռությունից եւ փորձի վերադարձնել երեխային, նույնիսկ եթե այդ լռությունը չլիներ, երեխային պետք էր վերադարձնել, դրանով ավելի քիչ պատիժ դուք կկրեք, ինչքան որ շատ պահեք, այդքան շատ եք պատժվելու, բայց իհարկե ոստիկանների, փրկարարների վարկածը, իրանք ամենաշատը իրենց հավատը ուղղում են դեպի գետը, որ երեխան ընկել է գետը, որովհետև երեխային առևանգելու բոլոր վերսիաները ոստիկանությունը ստուգել է եւ որևէ մի վերսիա տարբերակ չի թողել հետքը, որից կարելի է շարունակել եւ դուրս գալ ինչ-որ մի անձնավորության վրա, կամ գոնե ապացուցվել, որ այո, երեխային տարել են, երեխայի կոշիկը կա, երեխան չկա, երեխայից որևէ իր ոչ գյուղում, ոչ էլ գետում չի հայտնաբերվել, իհարկե գետը բավականին կեղտոտ գետ է եւ ավելացված դրան շատ վարար գետ է, տեղ կա նաեւ շատ խորը եւ նաեւ աշխատանքներ իրականացնելիս վտանգավոր գետ է, դա էլ է պատճառ, որ երեխային չկարողացան գտնել գետում, ընտանիքի անդամները շատ ցավալի վիճակում են, մանավանդ որ անորոշության մեջ են, չգիտեն երեխան գետում է թե առևանգված, սա ավելի է ցավեցնում նրանց, հույս ունենանք, որ ամեն ինչ Աստծո կամոք շատ շուտով կավարտվի։ Հայտարարել էր, որ երեխան, փոքրիկ Տիգրանի մասն է խոսքը, նա գտնվում է ինչ-որ փակ տարածքում, որը գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, նրան խնամում է մի կին եւ նա ըստ էության առևանգվածի կարգավիճակ ունի եւ էքստրասենսը նշել էր, որ այդ անձինք, որոնք ըստ նրա, ինչպես ինքը տեսել է, վախենում են երեխային վերադարձնել, քանի որ մեծ աղմուկ է բարձրացվել եւ նրանք ուղղակի սարսափելի ծանր վիճակում են եւ երեխային պահում են գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ մի տնակում, ինչ-որ մի թաքստոցում, չես հասկանում, թե ով ինչ է խոսում, նաեւ քանի որ գետում երեխան չի գտնվել եւ ոչ միայն երեխան, այլ մի հատ կոշիկ, մի հատ հագուստ, որևէ իր, որը երեխային է պատկանում, չի գտնվել գետից, բնականաբար նման խոսակցությունները միշտ շարունակվելու են, չնայած նրան, որ ասվում է 1000 անգամ, որ չի կարելի խաղալ ծնողների, հարազատների նյարդերի հետ եւ նման հիմարություններ խոսել, բայց էքստրասենսներ են, չես կարող արգելել որևէ մեկին իր կարծիքը ասել, նրանք իրենք են ընտրում ինչ ասեն, եթե
շոուի համար են ասում, ուրեմն իրանք սրիկաներ են, եթե իրականում նման զգացողություն կամ տեսիլքներ ունեցել են ու ասում են, դա նորմալ երևույթ է եւ պետքա դրան նորմալ վերաբերվել, քանի որ չկա հստակ վարկած, հստակ ապացույց, թե երեխան որտեղ կարող է գտնվել, ինչքան որ իրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, այդքան էլ կարող ենք ասել, որ երեխան չի ընկել գետը։ Եվ այս մասին հենց ծնողները, պապիկը խոսել են, որ դե որ երեխան ընկել է գետը, այսքան ժամանակ հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր կամավորականներ իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Մի շոր, մի կոշիկ գտել եք երեխայից բացի։ Էլ չենք ասում երեխայի մասին, գոնե ցույց տան, որ հեսա երեխայի կոշիկն է գտել են գետից, շուտով կգտնենք երեխային գետում։ Չէր կարող ուղղակի երեխան անհետանար։ Ջրասուզակները նայել են բոլոր հնարավոր կասկածելի վայրերում, արել են իրենց աշխատանքը փայլում, չնայած նրան, որ 3 տարծվեց տեսանյութ, որ մի հատ երիտասարդ բողոքում էր, որ փրկարար ծառայությունը լավ չի աշխատում, գալիս են օրը մթնեցնում եւ գնում տուն։ Մենք չենք տեսել իրանք ոնց են աշխատում առանց կամերաների, այսինքն նկարել են, նկարածը տեսել ենք համացանցում, բայց առանց կամերաների իրանք ոնց են աշխատում, մենք ուղղակի վստահ ենք, որ լավ են աշխատելու, չեն կարա չաշխատել, սա այն դեպքը չի, որ դու չաշխատես, այն էլ որ դա քո պարտքն է հայրենիքին, ժողովրդին, եւ դու դրա համար աշխատավարձ ես ստանում, դու չես կարա չաշխատես։ Եթե դա ամեն ինչը դնենք մի կողմ, գոնե այս ընտանիքը, որ այսօր ասենք սարսափելի ծանր վիճակում է, ամեն օր սպասում է փրկարարների խոսքերին, որ գետից կգտնեն կամ ուրիշ տեղից կգտնեն, գնան օր մթնեցնեն գետի շուրջ 2-3 քայլ տան ու գնան տուն, սա ուղղակի մենք չենք կարող հավատալ։ Իհարկե, եթե մարդիկ կան, ովքեր որ էլի սենց բաներ են պնդում, արդեն 1, 2, 3, 4, տենց եթե շարունակվի գյուղացիները եւս սենց բաներ ասեն, կսկսենք մենք էլ հավատալ, բայց գյուղացիները, նաև ծնողները, պապիկը հայտարարել են, որ փրկարարները լավ են աշխատում։ Հիմա ինչ վերաբերում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ խրճիթին, որտեղ որ ըստ էքստրասենսի, որը հենց այնպես էքստրասենս չէր, ուղղակի ռուսական շոուներից շատ հայտնի դեմք, այսինքն օդից այս հայկական TikTok-ի էքստրասենսների չէր, որ գուշակություններ են անում, որ իրանց ինչ-որ նվերներ ուղարկեն, լուրջ էքստրասենս էր, եւ չենք կարծում, որ օդից ինչ-որ հայտարարություններ կաներ, բայց այնքան խաբեությունները շատ են, որ ոստիկանները չեն կարող շեղվել այլ ուղղությամբ, բայց նայում են, բոլորի ասած տեղերն էլ նայում են, որովհետեւ անելու ուրիշ բան չկա։ Այսինքն մի հատ հետք չկա հստակ, որ իրանք գնան այդ հետքի ուղղությամբ ու մնացած բոլոր դեպքերը բացառվեն։ Ոչ մի բան չի բացառվում, բայց ելի եմ ասում, եթե դուք գիտեք տեղը, պարզ տեսել եք տեսիլքները, եկեք, բոլորը ձեզ կդիմավորեն, ձեր անվտանգությունը կապահովեն, գետը չեք ընկնի հաստատ ու կգնաք կգտնեք երեխային ձեր տեսած վայրում։